Գործել է այնքան ժամանակ, քանի դեռ մի հետաքրքիր առում ազգանունով մեկը Նիկոլ Գորոսովիչ չէ, Երասլավի դեր համարը չի զունում եւ սա միակ տեղն է, որ պահպանվել է հատական դիսկի արձանագրություններ, հրապարակվել է կամենի շատ արժեքավոր աշխատանք եւ ավրասումը հետաքրքիր ձևով ասած որոշումը քեզ դեպիլել եւ հոգեբանիչ ազդեցություն ունեցա, որ գործը ավելի վերջ ասացավի ապուկ մեծստեր նշել։ Ինչև է, ժամանակ չկործնենք եւ վերնագրել ենք այսպես միտար հաղթանք, ոչ աղթան դատավորի որոնումները։ Այս բոլոր իրավունքի ուշանձանները ձեզ կարծում եմ շատ լավ ծանոթ են։ Ժողովական կանոն, հայ եկեղեցին ունի ժողովական կանոնների կանոնախմբեր, ժողովածուներ, շատ իմանից սկսած, դեպի պատմավ եւ այլն, սա 5-րդ դար, սուրբ հայրերի կանոններ ունենք, հարաց հետևողված կանոնները շատ հետաքրքիր կանոններում, սուրբ Նիկոլ Լուսավորչի կանոնները, հովան բանակումներ եւ այլն, 4-րդ դար Լուսավորչի բանակարարը, 5-րդ դար եւ այլն։ Վարչական բարեպաշտի կանոնական սահմանադրություն ունենք 5-րդ դար, որը որ շատ գործընկերներ համարում են սահմանադրության մի նախատիպ։ Սուրբ Հովան Օծնեցու ժողովածուն, որ այս բոլորը նաև հարական եկեղեցու կանոնները մեկ գրքի մեջ է բոլորը։ Դավիթ Արաքան ողջ կանոնական սահմանադրությունը ունենք 15-րդ դար։ Բայց այնպես է ստացվել, որ ինչ շատ գործընկերներ, իրավաբաններ հենց միտար որշի իր դատաստանի կամ դատաստանագիտն է համարում հայ իրավաբանության մեկնագետը։ Ինչպես է մեկնագետ, եթե մենք դրանից առաջ ունենք այդքան արժեքավոր դեպքեր։ Շատ շատերը այդպես են ներկայացնում միտար որշի դատաստանը։ Ինչու են այդպես ներկայացնում։ Սկսենք դրանից։ Երկու կարճ էքսկուրս անցկացնենք միտար որշի կարգի եւ գործունեության հետ կապված երկրողներ են անել։ Նաև Գանձակում է ծնվել Արցախ աշխարհի հյուսիսային հատվածում, կամ Առան կոչվող աշխարհում, քրիստոնյա ծնողների ընտանիքում։ 50-ականներին ուսում է ստացել Հովհաննես վարդապետ Պանուշեցու հետ, նա շրջագայում վարդապետ էր, ստացել է առաջին վարդապետական գավազանը եւ երկրորդ վարդապետական գավազանի հետևից մեկնում է Կիլիկիա Սև Լևան։ Վանքեր 1160-ականներին։ Կա տարբեր կարծիքներ, բայց առավել ուզում եմ նաև քարտեզի վրա տեսնենք, թե որտեղից որտեղ։ Տեսեք, այնտեղից գալիս է կանաչով ցույց տալիս անձակից դեպի Սև Լեռան վանքեր։ Եկա մեր Կիլիկյան իշխանության նույնիսկ հիմնական հատվածում ոչ էլ իշխանության մաս է կազմում։ Դուրս է եղել սահմանից։ Մենք էլի ասում ենք Կիլիկիա, բայց Կիլիկիայից վարչականորեն նույնիսկ դուրս են Սև Լեռան վանքերը, որտեղ որ ինչպես այսօրվա Ատոսում, չէ, ուս խոսքով քաղաքական եկեղեցիների վարքերն են, նույնն էլ այստեղ է եղել, բայց ոչ միայն քաղաքական, այլ մեր եկեղեցու, նաև մեր քույր եկեղեցիների ասորական եկեղեցի, այսինքն մի վայր է եղել, որտեղ իսկապես հնարավոր է եղել տարբեր ժողովուրդների շփվել եւ տարբեր ժողովուրդների իրավունքը ուսումնասիրել։ Եվ հավանաբար հենց այստեղ է 60-ական թվականներին է, որ հավաքել են նյութը, որը հետագայում դատաստանագետի մաս է կազմել։ Սուրբ Տերության անունով եկեսե արկայություն քո երեսին կամքո որպես հերքին սևեգրի ըսած մեր հանապաստոր դուր մեզ այսօր երբող մեզ պարտիս մեր որպես էլ մեր թողունքներով պարզաբանած եւ մի տանիքս մեզ գործություն այդ մրգյաց մեզ իշխարել իքոյ հաղթայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն զգորզը ծերասմերոս ուրի վարայնես եւ զգորզը սնած մերոս հաջողյան ես ամեն